Բարի լույս, այսօր մարտի 11-ը ջրամատակարարման և կոյուղու աշխատողների միջազգային օրն է։ Այսօրը որոշվել է այն նպատակով, որ հիշեցնի մարդկանց ջրի կարևոր դերի մասին։ Մաքուր խմելու ջրի ապահովումը մտահոգիչ խնդիր է ամբողջ աշխարհում, իսկ ջրամատակարարման ոլորտի մասնագետներն իրենց աշխատանքով թեթևացնում են այդ մտահոգությունները։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր մարտի 11-ին Դոնի Ռոստովում հանդես կգա հայտարարությամբ։ Փետրվարի 28-ին Ուկրաինայի պաշտոնանկ նախագահը Դոնի Ռոստովում ամուլի ասուլիս էր տվել և հայտարարել, որ մտադիր է պայքարել Ուկրաինայի ապագայի համար։ Ավելի վաղ, փետրվարի 22-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան որոշում էր ընդունել մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Նախագահ Վիկտոր Յանուկովիչին ազատելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ինքը Յանուկովիչը հայտարարում է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ։ Այսօր ժամը 11-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի կունենա Ճապոնիայի 2011 թվականի մեծ երկրաշարժի և ցունամի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ծաղկեպսակ կդրվի փրկության նվիրյալների հուշարձանին։ Միջոցառման շրջանակներում արտակարգ իրավիճակների նախարարությունում կցուցադրվեն ճապոնացի հայտնի լուսանկարիչ Տոշինարի Միկամի աղետի գոտում արված լուսանկարները։ Իսկ Երևանում այս պահին զորից բարձր 11 աստիճան է, ծանոթացեք եղանակ տեսությանը ամբողջ Հայաստանում։